Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան։ Շնորհակալ եմ մեզ լնգալվելու համար։ Երեք կառավարությունը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթերը, որտեղ ներկայացված էր մադրիդյան սկզբունքներից, Կազանի համաձայնեցված տարբերակներից մինչև ռուսական առաջարկներն ու 2019 թվականի կարգավորման մոտեցումները։ Նախ այդ 2019 թվականի առաջարկի հետ կապված հայտարարություններ եղան, մեկնաբանություններ, որ ամեն դեպքում այն երանելի փաստաթուղթ էր այն իրավիճակի համեմատ, որ ունենք այսօր, 7 շրջաններն էին վերադարձվելու, Բերձորը մնալու էր որպես կապող միջոց Հայաստանին, նաև միջազգային անվտանգության երաշխիքներ էր տրվելու։ Ինչու Փաշինյանը ամեն դեպքում այս առաջարկներին ընթացք չտվեց, այս բանին ինչ մենք խոսում ենք, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում է եւ փորձում է մեկնաբանել այդ ամեն ինչը, բայց ըստ էության ասում է, որ անխուսափելի էր պատերազմը եւ եթե հնարավոր էր լուծել դա 30 տարի լուծեիք։ Ինչու Փաշինյանը անտեսեց այս փաստաթուղթը եւ եղավ այն ինչ եղավ։ Նիկոլ Փաշինյանը ստում է, հիմա էլ է ստում, հենց այն պահին, որ մենք զրուցում ենք, որտեվ եթե ասվում է, որ միևնույնն է պատերազմ լինելու է, նշանակում է դու ընդունում ես, որ դու պետություն չունես։ Որտեվ չի կարող վարվող քաղաքականությունը արդյունք չունենալ։ Միայն այն դեպքում արդյունք չունի, երբ որ քեզանից բան կախված չի, այսինքն դու պետություն չունես, ոչ պետական վիճակում ես։ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում ինչ է ասում այդ ծառումով։ Նախ եկեք արձանագրենք, որ այդ փաստաթղթերի հրապարակումը նույնիսկ պատշաճ մակարդակով չի արվել, շատ թերի է, վստահ եմ մանիպուլյատիվ նպատակներով, որպեսզի կարողանան իրենց կողմից արված շահարկումները էլի առաջի պլան բերեն, օրինակ Քիվեսի փաստաթուղթը չկա։ Լրիվ չեմ հասցրել ծանոթանալ, բայց կարծես թե պրոայեն գործընթացի առանցքային ինչ-որ փաստաթղթեր չկա։ Ինչի՞ չեն զետեղել 95 թվականի ՀԱԿ գործող նախագահի հայտարարությունը, որտեղ ֆիքսվում է Արցախի սուբյեկտությունը եւ այլն եւ այլն։ Կամ Լիսաբոնի Գագաթաժողովի հռչակագիրը հրապարակում են եւ ՀԱԿ գործող նախագահի հայտարարությունը, բայց չեն հրապարակում վետոից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը։ Այսինքն ամեն ինչ թերի կիսատ պռատ հրապարակել են։ Երկրորդը չի պատշաճում, որ պետությունը փաստաթղթեր հրապարակվի այս կամ այն թերթին հղում անելով կամ թերթից վերցված, ինչու իրենք այդ ինչ փնթի են աշխատում, որ չեն կարողացել այդ փաստաթղթերը համակարգել։ Իսկ 2019 թվականի առաջարկի մասով ինչ կասեք։ Դա ամենավերջին փաստորեն փաստաթղթերը դարձավ իրականություն։ Նախ ստեղ էլ արձանագրենք, որ կա հրապարակել է փաստաթուղթը, ես մեր նախորդ հարցազրույցում ասացի, որ ես այդ փաստաթղթին ես ծանոթացել էի դիվանագիտական խողովակներից մեկով, ծանոթ էի փաստաթղթին, կարդացել եմ երեկային, ինչ որ արդեն կարդացել էի, բայց ինքը չի հայկական դիվանագիտության արձագանքը չի հրապարակել։ Տեսեք, այդ փաստաթուղթը իդեալական մի փաստաթուղթ է, իդեպ ես այն գործիչներից եմ, որ այդ փաստաթուղթը միջև պատերազմել է պաշտպանել, այսինքն այդ սկզբունքները։ Փոխզիջումային լուծում է, որով ենթադրվում էր, որ 5 շրջաններ վերադարձվում են, ապա ռազմականացված գոտի է ստեղծվում, այսինքն այնտեղ Ադրբեջանի զինված ուժեր չէին մտնում։ Լաչինի Քելբաջարի վերադարձնել պայմանավորվելու էր Լեռնային Ղարաբաղում անցկացվող հանրաքվեով։ Իսկ այդ միջանկյալ ընթացքում Լեռնային Ղարաբաղը պահպանելու էր իշխանության բոլոր մարմինները պետական մակարդակով եւ տեղական ինքնակառավարման մակարդակով։ Այսինքն ինչպես Արմեն Աշոտյանն ասում է, իսկապես երանելի փաստաթուղթեր, փաստաթուղթեր, որ ամբողջովին Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը եւ հայկականությունը երաշխավորվում է, ամբողջովին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կամ այս փաստաթղթը իգնոր է արել եւ որևէ պատասխան չի։ Ասում է նախագահներին էր ուղարկված։ Ինքը նախագահին։ Ես նախագահ եմ, լավ, ենթադրենք դա ինչ կապ ունի, պաշտոնական խողովակներով ներկայացվել է Հայաստանի այդ պահի իշխանությանը, այդտեղ էլ 2019-ի կողմ նաեւ 2016 է գրել։ Այո։ Մանիպուլացնելու համար հասարակությանը։ Ոչ, դա 2019-ի առաջարկ է 16-ի հետ որևէ կապ չունի։ Որը տարբերվում է 16-ից։ Ավելին ասեմ, մեջտեղում 2018-ի Կրակովի առաջարկել է։ Իսկ սրանով իր մանիպուլյացիան լրիվ բռնվում է։ Կամ եթե նախագահին էր ուղարկում, արդյոք Փաշինյանը չէր կարող ծանոթանալ, կամ նախագահին չէր ներկայացնում այսպիսի փաստաթուղթ եղել, այսինքն այս հայտարարությունը տեխնիկական վրիպում լինի, ես դες հավաստիացնում եմ, փաստաթուղթը ներկայացվել է իրեն, դրվել է իր սեղանին։ Այդ բանը ոչ իլի անեկդոտի պես բան է հիմա անում, կներեք,
կենցաղայնացնելու համար հայտնի անեկդոտ կա, չէ, որ ինչից խոսում են ինքը ոչիլի մասին է խոսում, հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Ակնհայտորեն կամ հայկական կողմը իգնոր է արել եւ ուրեմն այդ փաստաթղթին չի արձագանքել, կամ էլ այնպիսի պատասխան է տվել, որը դուռ է բացել պատերազմի համար։ Երկու դեպքում էլ անկախ նրանից, որ կիսատ պռատ է ուրեմն փաստաթղթերը հրապարակվել, ակնհայտ է մի հատ պնդումի ճշմարտացիություն։ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան քաղաքականությունը բերել է դուռ է բացել պատերազմի համար։ Այսինքն մենք պատերազմի մեջ ներքաշվել ենք ոչ միայն Ալիևի ագրեսիվ քաղաքականության հետևանքով, այլ նաև այն պատճառով, որ մեր իշխանությունը ամեն ինչ արել է այդ պատերազմը մոտեցնելու համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը հիմա ստում է, երբ որ ասում է, որ անկախ նրանից ինչ կանենք, պատերազմ լինելու էր, բաղ այլ հակառակ բան չէր ասելու։ Մենք այդ փաստաթղթով ունենք երաշխավորված հայկական եւ սուբյեկտություն ունեցող Արցախ ունենալու ենք, իսկ հիմա ունենք կործանված Արցախ։ Նույնիսկ այս փաստաթղթերը կիսատ պռատ ակնհայտ են դարձնում Նիկոլ Փաշինյանի ստը, մասնավորապես մյուս սուտն էլ բացահայտվեց, նա ասում էր, որ իր իշխանության գալուց առաջ Արցախի պատկանելությունը Ադրբեջանին երաշխավորված է եղել, կանխորոշված է եղել։ Դուք էլ մեր հայրենակիցներն եք։ Հələ կարդացեք 2018-ի հունվարի կռակովի փաստաթուղթը եւ 2019-ի այն փաստաթուղթը, ինչի մասին ինձ հարց եք տալի։ Տեսեք այնտեղ որտեղ եք գտնում մի կետ, որը կանխորոշել է Արցախի պատկանելությունը Ադրբեջանին, ուղղակի չկա նման կետ։ Հա, անորոշ ձևակերպումներով խոսվում է ինչ-որ հանրաքվեի մասին։ Թող հանրաքվե չհամաձայնվեր Ադրբեջանը։ Այդ դեպքում տևական կամ Սքյանս, Լաչինը, Քերբաջարը եւ Արցախը կմնային հայկական վերահսկողության տակ։ Չէ՞ որ այնտեղ պայմաններ կար։ Հանրաքվեն լինում է, նոր դրանք վերադարձվում են եւ այլն եւ այլն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի երեկվա քայլով ընդդիմության պնդումները ամբողջովին իրականություն են դարձել։ Նույնիսկ այս կիսատ պռատ հրապարակումով։ Իսկ Սերժ Սարգսյանի նամակը ուղղված Վլադիմիր Պուտինին ինչի մասին է վկայում։ Օրինակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ դա կարդալով ես հպարտության զգացողություն ունեցա։ Գիտեք, տես նամակներ երևի հարյուրավոր են եղել։ Այդտեղ էլ խնդիր կա։ Օրինակ ինչի ինքը Սերժ Սարգսյանի գրագրությունը տպագրել է, բայց օրինակ ինքը ընդհանրապես նամակներ չի ուղարկել, շոր արձագանքներ չի արել։ Ինչ էր վերցնում Սերժ Սարգսյանի այդ մի նամակ էր հրապարակում։ Գիտեք, դիվանագիտական process-ը բա այդպիսի բան է։ Բացի պաշտոնական թղթերից, որ սեղանի վրա են դրվում, գրագրություն ալնում, իրար են դիմում, պարզաբանում են, պատասխաններ են ստանում, process-ը արագացնում են, այդ գրագրությունը, նամակները կամ դանդաղացնում են։ Կամ ինչ վատ բան կա այդ նամակում, որ այդ նամակում որևէ դատապարտելի բան չկա, կան մտահոգություններ եւ կան ինչ-որ առաջարկներ։ Գիտեք, ցանկացած կարգավորման պլան, ցանկացած գրություն պետքա դիտարկվի ամբողջականության, ժամանակի եւ տարածության մեջ եւ գնահատվի։ Ցանկացած գրության մեջ հնարավոր է գտնել եւ դրական էլեմենտներ եւ բացասական էլեմենտներ։ Ինքը ավելի լավ է, ասի Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկին ինքը ինչ պատասխան է տվել 2019-ից հետո։ Հակառակ պարագայում կստացվի, որ իր պատասխանը եղել է 44-օրյա պատերազմը։ Դե ինքը չի սկսե պատերազմը։ Ինքը չի սկսե, ինչ կապ ունի։ Այսինքն եթե Ադրբեջանը մշտապես ուզեցել է պատերազմ։ Այսինքն եթե արձագանք լիներ Հայաստանի կողմից, միգուցե այդ պատերազմը չլիներ։ Լսեք, եթե Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը չտապալեր, պատերազմ չէր լինելու։ Բանակցային գործընթացը ինքը տապալել է, դրանով ազատել է համանախագահների ձեռքերը եւ դրանով խրախուսել է Ալիևի օրակարգը։ Իսկ եթե նա կպնդի, որ իրենից կախված չէր, նշանակում է ինքը խոստովանում է, որ ինքը իշխանություն բովանդակային առումով չի եղել։ Որևէ բան կախված չեն ժողովուրդներից, որոնք չունեն պետականություն կամ ազգային իշխանություն։ Ամեն դեպքում այդ նամակում ինչի մասին էր խոսում, որ ինքնորոշման իրավունքը կարևորվում է Հայաստանի համար, այո, որովհետև եթե մեղադրանքները հնչեցվում է նախագահների նկատմամբ, մասնավորապես Սարգսյանը Փաշինյանից առաջ, ավելի լավ է այդ հարցին պատասխանեմ, ձեր պատասխանն տեսեք։
Այս փաստաթուղթը եթե հրապարակվեր 2020-ից 23 թվականներին, այս փաստաթղթերը եթե հրապարակվեն 2020-ից 23 թվականներին, պատկերացնեք, չէ՞, ինչպիսի աղմուկ կբարձրանար, որտեվ Արցախը լրիվ կործանված չէր, կամ Արցախի կործանումից անմիջապես հետո, որովհետև թարմ էր ժողովրդի մեջ այդ ցասումը, դժգոհությունները եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը ընտրեց հրապարակելու մի պահ, երբ որ չասենք, հա, Լեռնային Ղարաբաղի խնդիրը ժողովրդին չի հետաքրում, դա մի քիչ կլինի չափազանցություն, բայց որևէ մեկ էլ առաջնային չհամարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որտեղ ժողովուրդը հասկացել է, որ ցավոք սրտի դա կորսված է Արցախի եւ վերադարձնելու հնարավորություն չկա, այսինքն առաջնահերթությունների մեջ շարքից Հայաստանի անվտանգությունն է հա խնդիրը դուրս է եկել ամենաառաջնային հարցը, շարքից, որտեղ չեղած բանի մասին անիմաստա վիճելը զուտ այդ տրամաբանությամբ ժողովուրդը ռեալիստորեն այս խնդիրը իր առաջնահերթություններից դուրս է եկել։ Հատկապես երբ ամենօրյա ռեժիմով մեզ սպառնում են։ Այո, սա մեկ, երկրորդը, սա Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հենց ընտրությունից առաջ մի հատ ակնհայտ նպատակով, որպեսզի նախկին նախագահների եւ Ռուսաստանի դեմոնիզացնելով փորձի ներքաղաքական աճոկներ ստանալ, ամբողջ օրը այսօր դուք կտեսնեք։ Այս ելույթից բացի հարց ու պատասխաններ կա ամբողջ օրը կտեսնեք ինչ շորը սա։ Այսինքն Ռուսաստանի Այսինքն ինքը արհեստականորեն Սերժ Սարգսյանի նամակը Պուտինի դրա համար է նա տպագրել, որ ցույց տա նաեւ ինչպիսի անհոգություն է ցուցաբերել Ռուսաստանը։ Այսինքն ինքը այս փաթեթ հրապարակելով բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում։ Հասկանալով, որ հասարակության առաջնահերթությունների մեջ մեղմ ասած այս խնդիրը այլևս չկա, ինքը փորձում է ելի առաջին պլան բերել նախկիններին Ռուսաստանին նրանց դեմոնիզացնելու նպատակով։ Կարող եք վստահ լինել, եւ ես ընդհանրապես խորհուրդ կտամ ընդդիմադիր իմ գործընկերներին կարճ արձանագրենք այս փաստաթղթերից ինչ ենք հասկացել, մանավանդ որ արձանագրում ենք նաև միջև հրապարակումը, որովհետև գաղտնիք չէ, բայց կարևորը որ ժողովուրդը նաև արձանագրի։ Եթե անգամ առաջնահերթություն չէ, ինչպես դուք եք նշում, բայց իր իմանալու համար գոնե կամ ժողովուրդը շատ լավ է գիտի, որ Արցախը կործանել է Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդը շատ լավ գիտի դա։ Ուղղակի ժողովուրդը վստահ է, որ ով էլ գա Արցախը հետ չի բերի։ Հենց այդ պատճառով էլ խնդիրը դադարել է ժողովրդի համար հրատապ լինել։ Ժողովուրդը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է Արցախը։ Իդեպ, Նիկոլ Փաշինյանը այդ խոստովանությունը, ինքնախոստովանությունը նույնիսկ արել է։ Դուք թերևս մոռացել եք կամ ոչ թե մոռացել եք, այլ չնշեցինք, բայց մի հատ կարևոր հանգրվան կա։ Այդ հայտարարությունից հետո նույնիսկ այս փաստաթղթերի հրապարակել չհրապարակելը դառնում էր երկրորդական, որտեղ նա մի քանի ամիս առաջ օգոստոսի 23-ի արդիվ իր հրապարակած ուղերձում սևով սպիտակի վրա գրել է, որ ինքը միտումնավոր է գնացել պատերազմին, որովհետև այն լուծումները, որ կային, մեծացնելու էին Հայաստանի կախվածությունը, արտաքին կախվածությունը եւ չէին նպաստելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե թարգմանում ենք խոճուճ ձևակերպումներից, ասում եմ միտումնավոր եմ գնացել Արցախի կործանմանը, որպեսզի թույլատնեմ ռուսական ազդեցությունը եւ հաշտ ու խաղաղ ապրեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Այսինքն ինքը այդ ինքնախոստովանությունը արել է, ցավոք սրտի, ինքը այդ ցինիզմի այն մակարդակին է հասել, որ վստահ է, որ Մարսելը նույնիսկ Արցախի կործանում է։ Ինքը շատ լավ էլ գիտի, որ ժողովուրդը մտածում է, որ հենց ինքն է Արցախ հանձնողը։ Բայց ինքը ցավոք այն ցինիզմը հասել է այն մակարդակին, որ մոտավորապես ասում է արել եմ, լավ եմ արել։ Նա նույնիսկ մեկ անգամ ասաց, որ ժողովուրդը նույնիսկ համաձայն է ինձ հետ, որ հնարավոր չէր Արցախյան հարցը լուծել։ Այդ եմ ասում, ինքը էլ չէր թաքցնում, որ հենց ինքն է հանձնել Արցախը բավականին մտածված քաղաքականությամբ, մտածված այս դեպքում իհարկե ճակերտներով։ Հետևաբար այս փաստաթղթերի այս պահին հրապարակումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման պատմության մասին չի։ Երեք նախագահներին եւ Ռուսաստանին առաջին պլան բերելու եւ նրանց դեմոնիզացիայի շնորհիվ ներքաղաքական դիվիդենդներ շահելու մասին։ Հիմա ամեն դեպքում ասում է, որ այլևս բանավիճելու չի հրավիրում նախագահներին, ոչ մի հարց չկա բանավիճելու, հիմա թող իրենք կարդան եւ պատմեն։ Բնականաբար հիմա այդպես կասի, որովհետեւ փաստաթղթերը հրապարակել է, բովանդակային բանավեճը իրան ձեռնտու չի, բովանդակային բանավեճում 5 րոպեում կապացուցվի, որ ինքը ստում է։ Ցանկացած բովանդակային բանավեճ 5 րոպե է տևելու։ Հիմա ինքը միացնելու է քարոզչական տերորը
Եվ ես ինչքան կեղծ թեզ հիմա գիտեք նախագաներին Ռուսաստանին դեմոնիզացնելով շրջանառության մեջ է դնելու։ Դրա համար այլևս բանավեճի կարեք չունի։ Այսինքն այդ օրակարգը կրկին այսպես արժևորվել է իշխանության համար ընտրություններից առաջ Ռուսաստանի դեմ բացառապես։ Բայց ինքը չի հրապարակել սա 2023-ի հոկտեմբերին պահպանելու համար։ Բայց Հոկտեմբերին ինչու, ինչ խնդիր է լուծում։ Հիմա ասացի դեմոնիզացնում է, էլի տեսեք, ինքը գիտի, չէ՞ որ այս փաստաթղթին արձագանքելու են առավելապես նախկին 3 նախագահների կողմնակիցները։ Նախ ճշմարտությունը բացահայտելու համար եւ երկրորդը իրենց քաղաքական առաջնորդների քաղաքականությունը պաշտպանելու նպատակով, ճիշտ է։ Բայց սրանից լավ առիթ էս մարկանց էլի ակտիվացնելու, սև սպիտակ ներկա նախկին խաղարկելու։ Հեսա այս բովանդակությանը Ես նկատի ունեմ Ռուսաստանի հետ կապված։ Ռուսաստանինն էլ լարված մթնոլորտին չի իրադարձություն ա եղել։ Եվրամիության հետ 12 միլիոն եվրո երևի կարող խոսենք դրա մասին, որը ստացել է մոլդովական ֆիլտրումների համակարգը այստեղ ներդնելու համար։ Ինքնին հասկանալի է, որ ինքը հակառուսականության ալիքի վրա է տանելու ընտրարշավը։ Այսինքն բոլոր այն մարդիկ, այդ թվում ես, որ սխալմամբ կանխատեսում ենք, որ այս փաստաթղթերի հրապարակումը կարող է ցնցումներ առաջացնել, այդ հարցում իմ կանխատեսման մեջ սխալվել եմ նաև ես, որովհետև ես կարծում եի, որ երբ որ ժողովրդի իրականությունը տեսնի, չի հանդուրժելու նման իշխանություն, բայց մենք անտեսել էինք ժողովրդի պատկերացումներ առաջնահերթությունների մասին։ Այսինքն մի կողմից Փաշինյանի ցինիզմն է անտեսել, մյուս կողմից ժողովրդի պատկերացումները այս բայ առաջնահերթությունների մասին։ Ցավոք սրտի ցնցումներ չեն լինելի, նույնիսկ process-ը շատ վերահսկելի կլինի Փաշինյանի կողմից։ Էլի եմ կրկնում, ինքը ասելու է այ տեսեք, էլի սրանք են իմ ընդդիմությունը։ Ցույց տալով հանրապետականի կողմը, ցույց տալով Քոչարյանի կողմնակիցների կողմը, ցույց տալով Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ուղղությամբ։ Այսինքն շատ լավ հասկանալով, որ հին համակարգի վարկանիշը տակավին ցածր է մնում, ավելի շուտ հակավարկանիշը բարձր է մնում, շարունակում է նույնիսկ Ղարաբաղի խնդրի հետ կապված շատ կարևոր հարցը գրեիք ձևով շահագործել ներքաղաքական նպատակներով։ Իսկ Բրյուսելյան այցից ինչ կառանձնացնեք, երեք ընթանում էր Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, հանդիպման ընթരാճ կայացել էր նաեւ նախարար Միրզոյանի եւ Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը։ Նա մասնավորապես Եվրամիության ընդլայնված քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսն էր իր ելույթում նշել, որ 15 միլիոն եվրո է ուղղվում խաղաղությանը, դիմակայուն Հայաստանի Հանրապետության համար ականազերծման գծով վերապատրաստումներ եւ սարքավորումներ են տրամադրվելու եւ բացի այդ նա նշում է, որ Հայաստանը այլ մարտահրավերներ ունի, Ռուսաստանի Դաշնությունն ու իր պրոքսիները ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում ընտրություններից առաջ, նույն ջանքերը աշխատել է Մոլդովայում, ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել արտասահմանյան ազդեցություններին։ Այսինքն մի փոքր նախաբանով կամ նախեն փաստաթուղթը, որ երեք Արադ Միրզոյանն ու Գալասը ստորագրեցին, որևէ ձևով սեպայից ավելի բովանդակային չի, բայց եթե սեպայով 2017-ի Եվրոպական միությունն ու նրա անդամ երկրները ստանձնել են պատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի համար, այս փաստաթուղթում դա չկա։ Թող չներկայացնեմ որպես դարի։ Ասում է ընդլայնված փաստաթուղթ է ավելի։ Ու ոչ մի հստակ պատասխան չի կարողանում տալ, երբ որ Ազատություն ռադիոկայանի ձեր գործընկերը հարց է տալի, ասում է այդ անվտանգության եւ պաշտպանական ոլորտների համագործակցության բաղագծերը բացեք։ Ոչ մի բովանդակային պատասխան չլսեցիք։ Ջուրա։ Չկար, թե ուղղակի չեն ուզում այդ մասը։ Որևէ լուրջ բան չկա, ինչի ես եւ դուք այս պահին չգիտենք, կամ մեր հարգելի հեռուստադիտողները։ Այսինքն անվտանգային կոմպոնենտը համագործակցության ավելի ուժեղացած չի։ Այդ քարոզչական կլիշեները եթե մի կողմ դնենք։ Այն մյուս հարցը, որ դուք տալիս եք, դժբախտաբար ես մոլդովական ընտրությունների հենց գիշերն եմ Facebook-յան գրառումով մեր հասարակությանը տեղեկացրել ինչ է մեզ սպասվում։ Տեսեք, մի հատ շատ կոշտ տարբերակ կիրառեցին Ռումինիայում, կարծեմ 1 տարի առաջ, երբ որ ֆավորիտ տեխնացուին երկրորդ փուլից առաջ հանեցին ընտրություններից Ջորջեսկուին։ Իբր ռուսական հետ գտան, հետո բացահայտվեց, որ ինքը ոչ մի ռուսական հետքել չի ունեցել, բայց արդեն նոր նախագահի ընտրությունից հետո բացահայտվեց։ Հետո դրա ավելի փափուկ մեթոդները գտան Մոլդովայում,
որտեղ ֆիլտրումների համակարգ դրեցին եւ էլի ռուսական հետքի կեղծ պատրվակով մի քանի ազդեցիկ կուսակցությունների դուրս թողեցին ընտրական կամպանիայից, քվեարկությունից 1-2 օր առաջ։ Հիմա այս 12 միլիոնը տալիս են, այսօրվա եվրոբյուրոկրատիան էլեկտորալ դիկտատուրայի հետ է նույնանում, էլեկտորալ ավտորիտարիզմի, դրանք ոչ մի կապ չունեն ոչ լիբերալիզմի, ոչ դեմոկրատիայի եւ ոչ էլ ժողովրդավարության մարդու իրավունքների հետ։ Հիմա ասում են 12 միլիոն քեզ կտանք, կարող ես ընդդիմադիրներին ուտել քո, նույնիսկ ուղիղ եթերում, նրանց կապելով Ռուսաստանի հետ։ Հասկանում եք, այսինքն Եվրամիությունը ֆինանսավորում է Փաշինյանի այլանդակությունները։ Այդ 12 միլիոն եվրոն Եվրամիության ներդրումն է, որպեսզի այս բոլոր այլանդակությունները Հայաստանում շարունակվեն։ Այստեղ էլ են գտնելու կուսակցություններ, որոնց կապելու են Ռուսաստանի հետ, գուցե չգրանցեն, գուցե նոր տեխնոլոգիաներ կիրառեն, ինչ-որ տեխնացուների կամայական դուրս են թողելու, այսինքն պարզ է։ Նույն սցենարը գործելու է այստեղ Միանշանակ է, դա կանխատեսել է։ Դա այդ մասին Փաշինյանը խոսում էր ակնարկներ անում էր։ Հիմա տեսեք ինքը այդ ցինիզմն աշճանի է, ասում է Ղարաբաղի ես եմ տվել, լավ եմ արել։ Դեռ ընտրությունների 6-7 ամիս կա, ասում է այս երկու նախագահները չեն անցնելու, ջախջախվելու են։ Հիմա այլ անուններ էլ կտա։ Ասում եմ, դուք սպասեք, սա այդ դասական վիճակն է, որ հակառուսական ստրիպտիզի ժամանակ ինքը կարող է նաև մարդ ուտել ուղիղ եթերում եւ Եվրամիության կողմից ծափեր ստանալ։ Մենք հիմա գտնվում ենք մոտավորապես այսինքն այս օրակարգը աջակցում է Եվրամիությունը եւ բացահայտորեն խոսեցին այդ մասին 12 միլիոն եվրո տրամադրում են, որպեսզի նախընտրական շրջանում էլեկտորալ դիկտատուրա հաստատի Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այս ամեն ինչը Փաշինյանը անում է վերընտրվելու համար, թե իսկապես արտաքին քաղաքական կուրսը նա փոխում է։ Եվ ինչ եք դրանք հակադրության մեջ դնում։ Առաջի խնդիրը վերընտրվելն է։ Այդ ճանապարհին ինքը ոչինչի առաջ չի կանգնելու, ոչինչի։ Արդեն սկսել է, չէ՞, ռեպրեսիաները նոր չի, 5-6 ամիս կա։ Բայց ինչու է Եվրամիությունը աջակցում Փաշինյանին ակնհայտ Ռուսաստանին նեղություն տալու համար։ Ընդամենը Միջև 2022 թիվը, այսինքն միջև ռուս-ուկրաինական պատերազմը վստահ եղեք, որ արևմտյան կենտրոններից նման բաները չէր աջակցվելու Հայաստանի իշխանության, որովհետև իրենք ըմբռնումով էին մոտենում Հայաստանի բալանսավորված քաղաքականություն վարելու բանին։ 2022 ռուս-ուկրաինական պատերազմից հետո վիճակ փոխվեց, դեռ Վրաստանի իշխանությունը խոհեմ գտնվեց, չտրվեց այդ սադրանքներին, Հայաստանի իշխանությունը տրվել է, քանի առիթն է մի կարևոր բան էլ ասեմ, երեք Միխայել Սահակաշվիլին շատ վտանգավոր բացահայտում է արել, որն ըստ էության բացահայտումը թե ինչու են լարված Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները, նա բանտից մի հատ հայտարարություն է արել, որ փաստորեն բոլոր քաղաքացիական գրանտակերները Վրաստանի հայտնվել են Հայաստանում եւ խնամվում ու խրախուսվում են Հայաստանի իշխանության կողմից։ Դա կանխատեսելորեն փչացրել է Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները եւ մեր բոլոր վարորդները, արտահանողները թող իմանան, որ երբ որ Լարսում կամ ճանապարհին Վրաստանում երկար օրեր խնդիրներ են ունենում, դա նրա հետևանքով է, որ Նիկոլ Փաշինյանը մտածված ձևով Եվրոբյուրոկրատիային հաճոյանալու նպատակով խնդիրներ է ստեղծում Վրաստանի հետ։ Նաև խոսենք Եվրամիության կողմից 500 միլիոն եվրո Հայաստանին էներգետիկ անվտանգության եւ դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար տրամադրված այդ գումարներին, ինչ ծրագրեր կան հեռանկարային։ Ես գիտեք այդ բանից գումարից հստակ ոչինչ չեմ հասկացել, բայց ես հիշում եմ մի հատ բան, դուք եք հիշեք հավանաբար, հիշում եք 1-2 տարի առաջ խոստացան Միացյալ Նահանգներ, Եվրամիություն միասին, որ մեզ պիտի 2.7 միլիարդ դոլար տանք, քարոզչական մեծ աղմուկ բարձրացավ, իշխանությունները մի երկու ամիս ամբողջ օրը դրա մասին էին խոսում, այդ 2.7 միլիարդի հետքն էլ անգամ չկա, հիմա այս 500 միլիոնները ես որ լսել եմ, իմ մոտ ուղիղ այդ ասոցիացիան ու տպավորությունն առաջացել, ինչ որ մի քանի տարի առաջ, այդտենց փողեր 12 միլիոն հակառուսական ռոպագանդա տանելու, ընդդիմությանը ջախջախելու համար կտան։ Այսինքն իրենք սնուցում են
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ շոուներ կազմակերպի եւ հակառակորդների վնասազերծի, բայց մեծ գումարներ, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, մի սպասեք, որ նրանք տալու են։ Ավելին ասեմ, մի թեմա էլ կա, չէ, որը Նիկոլ Փաշինյանը համարում է էներգետիկ անվտանգության հարցը, այսպես կոչված կամ դիվերսիֆիկացիան եւս կարևորվում է իրենց կողմից։ Հա, բայց 500 միլիոն ես չեմ հավատում։ Ինչ-որ մեծ ծրագրի մասին է։ Նշված էր, որ Կովկասի էլեկտրահաղորդման ցանց նախագծի, այո։ Այդ 500 միլիոնը միայն Հայաստանի գումարը չէ։ Վրաստանին եւս վերաբերում։ Երեք մի հատ էլ չէ տեղեկատվություն հայտնվեց, որ Եվրամիությունը բանակցում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հետ, որպեսզի մասնակցի TRIP-ին։ TRIP-ը անցնելու է Հայաստանով, բայց չգիտես ինչու ոչ թե Հայաստանի հետ են բանակցում, այլ 3 այլ կողմերի հետ են բանակցում, որոնցից երկուսը առնվազն դրա իրավունքը չպետք է ունենային։ Սա եւս մեկ անգամ բացահայտում է, որ այդ ճանապարհը ըստ էության արտատարածքային է, եւ երկրորդ բանը բացահայտում, որ ձերես ասած այդ 500 միլիոնը ըստ ամենայնի եւ ըստ էության ավելի գլոբալ ծրագրերի համար է տրվում, որը ենթադրելու է Հայաստանի ինքնիշխանության էական կորուստ նույնիսկ, ոչ թե դիմադրությունն են ավելացնում, այլ դնում են մի ծրագրերի ֆինանսավորման վրա, որով մեծացնում են լարվածությունը քո Ռուսաստանի հարաբերություններում ու ճիշտ հակառակը մեծացնելու են կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ըստ էության Ադրբեջանն էլ էր ասել, որ ցանկանում են Եվրամիությանը տեսնել այդ TRIP-ում։ Հա։ Այսինքն այդ համաձայնությունը արդեն իրենց մեջ կա։ Հիմա այսինքն այն խոսակցությունները, որ երբ ասում էին այլ ընկերություններ են լինելու, կարող է լինել ռուսական նաև ընկերություն, հիմա ըստ էության նախապատվությունը տրվում է Եվրամիությանը։ Ես ասում եմ TRIP-ի Ադրբեջանի կողմից, հավանաբար Հայաստանի կողմից եւս կլինի։ Այդ կապված եկեք միշտ ապեք։ Այս բոլոր զրույցները այո, սպասարկում են կոնկրետ աշխարհակաղակական կենտրոնի շահեր, այս նախագծերը, զրույցները, մտադրությունները, բայց TRIP-ը դերևս կենսագործման փուլին չի հասել։ Այլ որ կանցնի կենսագործման փուլին եւ շահագործման պարամետրերը կհասկանանք եւ մասնակիցներին կհասկանանք, իշ գիտեք թուրքական կամպանիաներ չեն լինելու, օրինակ։ Կամ իշ գիտեք Ռուսաստանն ու Ամերիկան միջև այդ պահը միջև սկսինք աշխատել։ Ընդհանուր հայտարար ունենալու են, թե այս հակադրությունը պահպանվի։ Բայց եթե բոլոր կողմեր ունենում են մասնակցություն, սա հաջողություն է համարում Հայաստանը, ասում եմ մենք կարողացել ենք բոլոր կողմերին էլ թող պատասխանեն այն հարցին, ինչի է Բրյուսելը բանակցում, ոչ թե Հայաստան։ Հայաստանով անցնող ճանապարհի ճակատագրի վերաբերյալ Բրյուսելը ինչու է բանակցում Անկարայի, Բաքվի եւ Վաշինգտոնի, ոչ թե Երևանի հետ։ Գիտեք, իմ մոտ նես տպավորություն է, որ մի 4-5 օտարերկրյա բանակ ներխուժեն եւ գրավեն Երևանը, Աստված մի արածը, Նիկոլ Փաշինյանը հայտնվելու է էկրաններին եւ դա մեծ հաջողություն համարի, որովհետեւ ասելու է դարակազմիկ իրադարձություն է եղել, երբեք 4-5 միջազգային նման ներկայություն մենք մեր պատմության մեջ չենք տեսել։ Դեպ Հաջիևը Զանգեզուրի միջանցքը ճակերտների մեջ Չինաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև միջին միջանցք են անվանում, դեպ միջին միջանցք նաեւ ԱՄՆ-ից էին Բայդենի ժամանակ անվանում եւ կարեւորում այդ մասին, այո, ռուսականը։ Հյուսիսայինն է, սա միջին միջանցքն է, նոր բան չի ասում, կրկնում է Ամերիկայի պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օբրայանին ու Միացյալ Նահանգների գործող երրորդ կարգի բազմաթիվ գործող պաշտոնյաների։ Եվ նա նշում է, որ երթուղին կունենա փոխակերպող ազդեցություն եվրասիական տրանսպորտային լանդշաֆտի վրա եւ որ Ադրբեջանն իրեն համարում է գլխավոր դերակատար այս գործընթացում։ Ճիշտ է։ Այսինքն բացեբաց խոսում են, որ իրենք դերակատար են այստեղ։ Բայց ես մի հատ էլ ձեզ հորդոր անեմ, հիմա Հաջիևը առնվազն 5 դեսպան ունի։ Եվ հատուկ նորից Զանգեզուրի միջանցքի է։ Առնվազն Հաջիևը 5 դեսպան ունի Հայաստանում։ Կարող եք իրանց հրավիրել, իրանք կգան կասեն Հաջիևը ինչի նկատի ուներ։ Եվ կհումանիզացնեն Բաքվի այլանդակ ռեժիմի դեմքը։ Ցավոք սրտի Բաքվի այդ պնդումները ճիշտ են, որովհետև Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եկել է համաձայնությունների, որոնք առնվազն Հայաստանի իրավազորությունը սահմանափակում են։ Խոսենք նաև եկեղեցու ստեղծված իրավիճակից, արդեն ոչ թե եկեղեցու շուրջ ենք խոսում, ինչ իրավիճակ է ստեղծվել, այլ եկեղեցու ներսում, ինչ հանգուցալուծում կունենա այս ամեն ինչը, արդյոք կհաջողվի ծրագիրը, որը իշխող թիմը որոշել է, եւ այդ 10 եպիսկոպոսները, որոնք պահանջում են, որպեսզի վեհափառը հեռանա, արդյոք դա վտանգ սպառնում է առհասարակ եկեղեցուն, որովհետեւ հոգեվորականներից շատերը, նաև եպիսկոպոսներն ասում են մենք վեհափառի կողքն ենք, մենք աջակցում ենք եւ մենք ավելի շատ ենք, քան այդ 10 հոգի։ Դե
7-ից 10 եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս է իրոք վեհապարին ասում հեռացիր հերձվածող կամ տիրադավ, այսինքն զուտ քանակական առումով ճիշտ են ասում, բայց գիտեք, այստեղ ձնագնդի էֆեկտով process-ը կարող է ծավալվել, որտեղ ամեն դեպքում իշխանությունը ռեպրեսիվ իր մեքենայով սաստկացնում է ճնշումները։ Եպիսկոպոսած առաջիկա ժողովը, որ դեկտեմբերի 10-12-ին է շմիացնում դիտերի ունենա, 3 հնարավոր սցենար կարող ունենա։ Առաջին սցենարը դա այն է, որ ոչ կանոնիկ վարքագծի համար եւ օբյեկտիվորեն այս հուդայացածներին հեռացնում են։ Կարող է Աշակ Սրբազանին հեռացնի, Չէ, ես խոսում եմ գլոբալ հետևանքների մասին։ Մի սցենարը դա է։ Դե բայց նրանք պահանջում էին վեհապար հեռացումը Աշակ Սրբազանի պատճառով։ Հա, բայց հիմա արդեն վեհապարի հրաժարական է։ Այսինքն եթե Աշակ Սրբազանին հեռացնի էլ կամ սառեցվի նրա ծառայությունը, նրանք շարունակելու են վեհապարին պահանջել հեռանալ։ Ուրեմն մի սցենար է սա, որ հեռացնում են, նրանք էլ խաղաղ հեռանում են։ Երկրորդ սցենարը դա ամենաիդեալական սցենարն է, բայց հավանականությունը գրեթե զրոյական։ Երկրորդ սցենարը հետևյալն է։ Էլի եպիսկոպոսատ ժողովը սրանց հեռացնում է, բայց սրանք ոչ թե հեռանում են, այլ բաց արճակատման մեջ են մտնում այրաթորեց, սա հենց այն սցենարն է, որին երազանքով սպասում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև դրանից հետո իր միջամտության դաշտը մեծանալու է, ինքը ներկայացնելու է, որ աննախադեպ ճգնաժամ է եկեղեցում։ Ինչպես են արճակատման դուրս գալու։ Բացայտորեն ասելու են չեն կենթարկվում եպիսկոպոսատ ժողովին, չեն բացառում ալտերնատիվ կաթողիկոսի ընտրության փորձ անեն եւ այլն եւ այլն։ Սա երկրորդ սցենարն է եւ ամենավտանգավոր, որը միայն ձեռնտու է միայն Փաշինյանին։ Եվ երրորդ սցենար կա, որ ինչ-որ մի հրաշքով ներքին համաձայնություններ եւ լուծումներ են գտնում, մեկը մյուսին հեռացնելու կամ պատժելու խնդիրները հետ են կանչում եւ միասնականությունը եկեղեցու այդ եպիսկոպոսատ ժողովով արտահայտվում է, բայց սա ես գրեթե ամբողջովին անհավանական սցենար եմ բացում։ Ուրեմն եպիսկոպոսատ ժողովը ցավոք սրտի դառնալու է ոչ թե ինչ-որ գործընթացի ավարտ, այլ նոր փուլի տրիգեր։ Ես ենթադրում եմ, որ 10-ից 12-ից հետո բացահայտ արճակատման փուլ ենք մտնելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ցավոք սրտի գործի է դնելու ռեպրեսիվ մեքենայի ողջ պերճանքն ու թշվառությունը։ Այսինքն այդ ժողովից հետո կանխորոշվելու է թե ինչ է լինելու։ Ժողովից առաջ եւ հետո, որովհետև ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի ջանքերով եկեղեցու ներսում ճգնաժամը անաշճանի է խորացած եւ հակամարտ կողմերի։ Բայց արդյոք կա ճգնաժամը։ Շատերն ասում են մաքրվեց եկեղեցին, այդ հոգևորականները առանց այդ էլ անընդհատ իրենց վարքով պատճառ են դարձել, որպեսզի թիրախավորվի եկեղեցին, թող իրենք հեռանան։ Բայց խնդրեմը չի վերանում։ Հասկացանք։ Ճիշտ են ասում։ Դե բայց մյուսները եթե չեն միանում իրենց, ապա խնդիրը լուծվում է։ Խնդիրը չի, խնդիրը լինում է, եթե նրանք ընդհանրապես այսինքն նրանց թիվը չի ավելանում։ Ու հողատու Նիկոլի դաշինքը արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Այդ առումով ճիշտ են ասում, լյուստրացիա է տեղի ունեցել։ Բայց մենք չենք կարող, չէ, վարդագույն ակնոցներ դնել, ասել եկեղեցում ճեղքեր չկա։ Ճեղքեր կան, բայց հնարավոր է լուծվեն, եթե 10-ին չավելանան այլ եպիսկոպոսներ, խնդիրը փակվում է, հարցը լուծվում է։ Չի փակվում։ Ասում եմ գործից կներեք, կարգալույց անում, այն բանը, բանալի գողի պես բանալին չեն հանձնում։ Այն հովանավանքի։ Եվ ինչքան կարող են իրենք։ Դե ինչքան կարող իրենք իրենց մեջ կաթողիկոս դնեն։ Իշխանությունը, ոստիկանության, բուժայիններով այդ տարածքները հսկում է սահմանադրության հերը անիծելով։ Ես ասում եմ, այո, եթե եկեղեցին ամուր գտնվեց ժամանակի եւ տարածության մեջ հաղթելու է ռազմավարական իմաստով, որտեղ իշխանությունները անցողիկ են իրենց փնթի հետագծով, իսկ եկեղեցին հազարամյա հետագիծ ունի եւ ավանդույթներ։ Բայց այս պահի, եթե մենք խոսում ենք այս հանգրվանի մասին, այդ ճգնաժամը գնալով խորանալու միտում ունի եւ ճգնաժամը եկեղեցուն ինստիտուցիոնալ ապամոնտաժման հասցնելու վտանգ ունի։ Ես չեմ խոսում 10, 15, 20 տարվա կտրվածքով։ Պարզա որ Նիկոլի հետ այս իր ավերները գնալու են։
Մասնավորապես եկեղեցու հետ կապված հարցերում, բայց այդ ընթացքում մենք կարող ենք այնքան անդառնալի կորուստներ ունենալ ինքնության, եկեղեցի կշռի եւ դերի հետ կապված հարցերում։ Ես այն մարդկանցից չեմ, որոնք ովքեր գերադասում են հայտնի կենթանուպես գլուխը մտցնել ավազի մեջ եւ չնկատելու տալ խնդիրները, ի վերջո այս մարդկանց կոռուպցիայի իսկապես կուսակրոնության խախտման այս խորհրդանիշներին Փաշինյանը իր հետ չի բերել եկեղեցի։ Սրանք հոգևոր այն մեծ էլիտայի մասն են, որը ցավոք սրտի իր ոչ կենսունակությունն է ցույց տալիս։ Հասկանում եք, խնդիր կա։ Եթե մենք ասենք խնդիր չկա, ձեր կարծիքով ինչու են Սրբազան պայքարի գործով խնդիր կա, բոլոր այդ խնդիրները ֆիգուրաները արդեն ուշ է որ ազատվում, լուծվի։ Բագրատ Սրբազանը մնում է փակի տակ։ Բոլորը կարծես թե տարբեր ձևերով ազատ, չէ, շատ լավ Միքայել Սրբազանն էլ է։ Այ ինչի։ Ես վստահ եմ, այդ քրեական գործերը, որոնցով իրանք փակված են, ամբողջովին ջուր է։ Ինքը մտածել էր կաթողիկոսի փոփոխության մասին եւ այս շղնաժամի պայմաններում եկեղեցու պոտենցիալ դիմադրության երկու լուրջ կենտրոնների ուղղակի մեկուսացրեց։ Եվ նրանց հարցի շոր ձևով լուծելու մասին կմտածի միայն այն բանից հետո, երբ որ կաթողիկոսի հարցը Աստված մի արածե կարողանա հորով մորով անել։ Դե ասում են միջև ամանոր ուզում են այդ Ես հարցը չեմ լուծել։ հավատում, որ միջև ամանոր կարող է լուծել, որովհետև իր ամենատեսանելի գործը կալանքն է, եթե Աստված մի արածե կաթողիկոսին նույնիսկ կալանեն եւ տանեն ԱԱՑ մեկուսարան, ԱԱՑ մեկուսարանը կդառնա վեհարան։ Վեհարան այնտեղ է, որտեղ կա վեհը։ Դե այդպես կարող ենք ասել, բայց իրենք մայրաթորը գրավել իրենց կաթողիկոսին դնեն։ Այսինքն կա խնդրեմ։ Որոնք խնդրեմ, եթե 10-ին ավելանան եպիսկոպոսներ, իշխանության անզուս ռեպրեսիաները, այս կամ այն եպիսկոպոսի ջեբը խնդրեմ գցել է, ավելի կոպիտ ասած, հա։ Վերադարձել են 90-ականների ոստիկանության մեթոդին։ Իշխանության ռեպրեսիաներն են խնդիրը, հասարակական անտարբերությունն է խնդիրը, մի հատ էլ բան կա, որի մասին չեմ ուզի շատ ծավալվեմ, կասեմ այնքան, ինչքան կասեմ։ Ճգնաժամը ցույց տվեց նաև, որ մեր հոգևոր էլիտայի մի զգալի մասը անհրաժեշտ որակներ չունի։ Բայց այդ թեմային կանրադառնանք, երբ որ Նիկոլ Փաշինյան Հայաստանից ազատագրված կլինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սիրոնյանցն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։